Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Նման միջավայրում լավ, այստեղից դուրս չգիտեմ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, Տիկին Հակոբյան։ Մայիսի 21-ին լրացավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը։ Արդեն հայտնի է ով է լինելու Արցախի նախագահ։ Ծանր հարց եք տալիս այն առումով, որ հստակ պատասխան չկա, որովհետև հասկանալի է, որ մենք դասական քաղաքական իրավիճակում չենք, որտեղ արդեն ամեն ինչ միգուցե նույնիսկ մինչև մայիսի 21-ը որոշված կլիներ, շատ ավելի դժվար է այն առումով, որ այս իրավիճակում իհարկե տեղ չունեն քաղաքական ինտրիգները, ինչ-որ ամբիցիաները, նաև շատ կարևոր է զգուշավորությունն ու խելամտությունը, կարևորում եմ ավելի, քան բուն է տեխնիկական գործընթաց, այն հանգամանքը, որ մենք կարողացանք ի վերջո սահմանադրական փոփոխությունը անելով ապահովել նախագահի ինստիտուտի շարունակականությունը։ Իհարկե հետագա գործընթացը եւս շատ կարևոր է, որտեղ այդ գործընթացից նաև կախված է ինչքանով իրեն արդարացրեց այդ փոփոխությունը, բայց ամեն դեպքում ասեմ առավել անկեղծ, որ դեռևս քննարկման փուլում է, որովհետև այն իրավիճակում, որում մենք ենք, հասկանալի է, բազմաթիվ ճնշումների, շանտաժի ներքո շատ դժվար է արագ հստակ որոշում կայացնելը, նաև հաշվարկները պիտի այնպես արվեն, որ Աստված մի արածե սխալներ տեղի չունենան բոլոր առումով։ Եվ այդ առումով դեռևս քննարկումների փուլում է, իհարկե հասկանում ենք, որ կարճ օրերի հարց է ընդհանրապես, բայց դեռևս հստակ որևէ բան չկա։ Բացի այն, որ մենք արդեն ազգային ժողովի նախագահ ենք ընտրած։ Իսկ թեկնածուները ովքեր են, առաջադրված թեկնածուներ ունեն։ Ես դա եմ հենց ասում, որ դեռ չունենք հստակություն, ոչ։ Ըստ մեր կարգի, իհարկե յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր թեկնածուն ունենալ, եւ դա այդպես էլ կլիներ, եթե նորից եմ կրկնում, մենք դասական քաղաքական իրավիճակում լինեինք Արցախում, անվտանգ, ամեն ինչ իր գնով գներ, բայց սա այդ վիճակը չէ, որովհետեւ գոնե ազգային ժողովի նախագահի ընտրությունը ցույց տվեց, որ շատ կարևոր է համախմբում է այդ պարագայում եւ կոնսենսուսային, ընտրություն կատարելը, այսինքն թեկնածու ունենալը կոնսենսուսով, որովհետեւ դուք տեսաք ներկա 28 պատգամավորից, այսինքն ներկայացված բոլոր խմբակցություններից բոլորն էլ կողմ քվեարկեցին ազգային ժողովի նախագահին թեկնածությանը եւ նախագահի պարագայում կարծում եմ, որ նման ձևաչափ է հարկավոր, որովհետև այս պարագայում նորից եմ կրկնում, իհարկե մարդկային գործոնով էլ շատ բան պայմանավորված տեսակով, հատկապես այս պարագայում եւ չափազանց այսպես նվիրվածություն, պիտի զգա իր առաքելությունը, հասկանա ինչի մեջ է, բայց բացի այդ միևնույն է, այսպես շատ կարևորում եմ այդ քաղաքական համախմբվածությունը։ Երևան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը անբավեր է ճանաչել մեկ այլ հրամանագիր 2023 թվականի ստորագրված հրամանագիրը, որով Արցախը լուծարելու մասին հրամանագիր էր։ Ինչ կասեք այս հրամանագիրի ստորագրելու մասին։ Գիտեք, նախ ասեմ, որ ի սկզբանե ճիշտ է քմծից ախտողներն են շատ լինում, այս պարագայում վայրահաչողներն են շատ լինում, բայց հեճուկս իրենց ասեմ, որ որևէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի, ոչ Արցախի լուծարման, ոչ դրա չեղարկման մասին, որովհետև հստակ սահմանադրության մեջ գրված է ինչպես է ստեղծվել Արցախի հանրապետությունը եւ ով կարող է լուծարել այն, ստեղծել է ժողովուրդը, հետեւաբար կարող է լուծարել միայն ժողովուրդը, որևէ անձ լիազորված չէ, ոչ միայն Արցախի, ընդհանրապես որևէ պետության, որոնք ունեն սահմանադրություն, որևէ պետության սահմանադրության մեջ չկա այդպիսի մի հոդված, որով կարող է երկրի ղեկավարը կամ ցանկացած անձ լուծարել երկիրը, պետությունը, նույնը նաև Արցախի պարագայում հասկանալի է, որ զենքի ուժի այդ ճնշման ներքո, ցեղասպանության վտանգի ներքո դրվել էին պահանջներ, ըստ որում բազմիցս նշել եմ, որ այդ պահանջը Արցախի նախագահից չէր, հենց ազգային ժողովից էր, որովհետև Ադրբեջանը համարում էր, որ
Ադրբեջան չէ, այսինքն հենց ազգային ժողովը Արցախի հանրապետության ինքը միակ լեգիտիմ մարմինն է, որը ներկայացնում է, հա, ողջ ժողովը կամ ժողովրդի մեծ մասին, հետևաբար պահանջում էր Արցախի ազգային ժողովից այդ փաստաթղթի հռչակումը, ինչից ոչ թե մենք հրաժարվեցինք, մենք չենք էլ քննարկել այդ հանգամանքը, հասկանալով, որ ճիշտ է էլի իրավական որևէ հետևանք ունենալ չի կարող, բայց շահարկելը ավելի հեշտ կլինի նման փաստաթղթի։ Եվ կարծես թե այդպիսի ներքին որոշում կայացվեց, որ դա կանի նախագահ Արցախի հանրապետության, եւ հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Այստեղ մենք գիտեք քննարկում դա չի հանրայնացվել, պաշտոնական որևէ կայքում չի դրվել, հետեւաբար չկա որևէ հետևանք ինքը իրավական չի կարող ունենալ։ Դրանից հետո չեղարկման մասին փաստաթուղթը եւս չի դրվել որևէ պաշտոնական կայքում եւ հրապարակումից հետո եւ ստորագրումից հետո չի հրապարակվել, հետեւաբար եւս չունի իրավական որևէ հետևանք։ Այստեղ մի կարևոր քաղաքական դիտարկում անեմ, որը մենք փաստաթղթի իրավական լինել չլինելու մեջ ուղղակի կորցնում ենք ամենակարևորը։ Տեսեք, պահանջել է Ադրբեջանը, հետևապես դրանից հետո այնուհետ չի խոսել այդ մասին Ադրբեջանը, կամ եկեք հիշենք, կա որևէ երկիր պետություն, այդ թվում նաև Ադրբեջան, որ խոսել են Արցախի հանրապետության լուծարման մասին, ընդհանրապես խոսել են այդ մասին միմիայն Հայաստանի իշխանությունները, շարունակում է խոսել առ այսօր Հայաստանի իշխանությունները։ Ինչու՞։ Ադրբեջանի իշխանությունները եթե խոսեին այդ մասին, ապա կստացվեր, որ իրենք ուղղակիորեն ճանաչում են Արցախի հանրապետությունը եւ փաստում 30-ամյա գոյություն Արցախ։ Հետևաբար չխոսեցին այդ մասին։ Հայաստանի իշխանությունները խոսեցին, որովհետև դա իրենց այսպես տրված կամ հաղթաթուղթ էր կամ խաղաթուղթ էր, որը իրենք ամեն առիթով պատեհ անպատեհ ուղղակի շահարկում են եւ դա շանտաժի լավագույն միջոցն են գտել։ Իրենց համոզել են թե ոչ չգիտեմ, բայց ժողովրդին փորձում են անընդհատ համոզել, որ Արցախը իրենք չեն հանձնել, այլ լուծարել է Արցախի նախագահը։ Իհարկե սա անմիտ հայտարարություն էր, որը, չգիտեմ, կա որևէ խավ, որ կարող են կանել ընդունել նման հայտարարությունը։ Եվ եւս մի դիտարկում, ասեմ, որ թե այդ Արցախի հանրապետության լուծարման եւ թե այն չեղարկելու այսպես ճակերտավոր փաստաթղթերը նախապես ամեն դեպքում առաջինը քննարկվել են Հայաստանի իշխանությունների հետ եւ իրենք առաջինն են տեղյակ եղել այդ փաստաթղթերի գոյության մասին, այնպես որ այդպես անմեղ դեմքերով խոսել, որ իրենք այսպես հանկարծակի եկած մեկ էլ իմացել են այդ մասին, գոնե առնվազն ազնիվ չէ։ Երկու ամսով երկարաձգեցին արցախցիների 40+ սոցիալական աջակցությունը, հիմա 2 ամիս տալիս են 40,000 դրամներ, բայց հունիսից արդեն դրանից է կզրկվեն։ Նշեմ, որ դեռևս արցախցիների բնակարանային հարցը լուծված չէ։ Ինչ քայլեր եք պատրաստվում նախաձեռնել, որպեսզի արցախցիները կամ բնակարանը ապահովեն, կամ այս ծրագիրը շարունակվի, կամ մեկ այլ ծրագրի։ Տեսեք, շատ կարևորում էինք այս ամիսների ընթացքում իրոք Արցախի ազգային ժողովի նախագահի ընտրությունը, ինչու որովհետև կարծես թե կենսունակություն չուներ այդ առումով։ Յուրաքանչյուրս առանձին կամ ամեն մեկս մեր խմբակցությունը փորձում էինք ինչ-որ բաներ անել կամ մի քանի падգամավորներով, ինչ-որ խմբերով հասկանալի էր, որ ինքը արդյունավետություն չէր կարող ունենալ։ Իսկ մեր ազգային ժողովի նախագահ, մեր գործընկեր Դավիթ Իշխանյանը ցավոք սրտի պատանդարված Բաքվի բանտում է եւ հետեւաբար պետք է մտածել ելնելով այս իրավիճակից ազգային ժողովի նախագահի ընտրության մասին, որը կկարողանար նաեւ այդ ընթացքի կազմակերպումը, հա, գործերի կազմակերպումը կատարել եւ դառնել հավաքական գործունեությունը, ոչ թե առանձին յուրաքանչյուրը իր համար։ Այս առումով անելիքները շատ են։ Ես չգիտեմ ազգային ժողովը իր նոր նախագահը կկարողանա հասցնել որևէ բան անել, բայց ըստ իս ոչ միայն սոցիալական առումով, հա, այլ տարբեր ընդհանուր մինչև հռչակագրի քաղաքական եւ իրավունքի մասով, հա, արցախցիների վերադարձի հռչակագիր ունենալ,
փաստահավաք աշխատանքներ կատարել, համակարգել այդ բոլոր աշխատանքները, ոսո ինչ-որ անհատներ են անում, տարբեր միջազգային կառույցների դիմել, դատական պրոցեսներ սկսել, նաև մեր գործընկերների հետ այստեղ այո փորձել Հայաստանի իշխանություններին առաջարկներ կամ գոնե բարձրաձայնել այդ առաջարկների մասին, որովհետև այս ողջ ընթացքում բազմաթիվ այդպիսի դիտարկումներ կան, Արցախի կառավարությունը, նաև հիշում եք մենք բնակարանային կոմիտե ունեինք, բավականին լուրջ այսպես առաջարկներ ունեն թղթին հանձնած, որը տարբեր առիթներով փորձել են Հայաստանի իշխանություններին ներկայացնել, որը ցավոք սրտի չի ընդունվել, որևէ կերպ չի ընդունվել։ Վերջին ժամանակներում էլ, այդպես քննարկումների ժամանակ ես ասեմ, որ մեր ժողովուրդը ցավոք սրտի այսպես հույսեր է տածում, որ այս իշխանությունները այն հատվածի մասին է խոսքը, որ մտածում է, որ սոցիալական հարցերը դրանք առանձին են, քաղաքական առանձին։ Եվ մենք այդպես էլ չենք կարողանում բացատրել, որ սոցիալական մասը եւս քաղաքականության մի հատված է։ Դա սոցիալական քաղաքականությունն է, որը այս իշխանությունները որևէ կերպ չեն նահանջելու եւ չեն ապահովելու արցախցուն արժանապատիվ կեցությամբ, որովհետև դա իրենց քաղաքականության մեջ չի մտնում, արցախցին պիտի չլինի Հայաստանում ըստ իրենց ծրագրերի։ Այն ծրագիրը բնակարանային, որը այսօր կա, որի մասին մեր հանրությունը տեղյակ է, հասկանալի է, որ դա հասանելի է եզակի ընտանիքների, ես չեմ ասում, տասնյակ ընտանիքների։ Դրանք միգուցե նաև չգիտեմ 100 ընտանիքի համար հասանելի չլինի։ Եվ այն առաջարկները, որոնք արվել են թե ձևավորված խորհրդի կողմից, թե Արցախի կառավարության կողմից ու համապատասխան բաժինների կողմից, որևէ կերպ չեն ընդունվել։ Ընդհանրապես ինչ-որ կոսմետիկ փոփոխությունների մասին է գնացել խոսքը, որը էական որևէ ազդեցություն չի ունենալու բնակարանային այդ վայ ծրագրի մասով եւ հետեւաբար այս պայդրությամբ դեռ որևէ բան չկա։ Սոցիալական աջակցության մասով իրենք որևէ զիջման չգնացին եւ այդ 2 ամիսը ես վստահաբար եմ ասում, ոչ թե հանրահավաքի արդյունքներ, այլ իրենց անպատրաստ լինելուն իրենց իսկ հրճակած ծրագրերի մասով։ Այն ծրագրերը, որոնք իրենք ներկայացրել էին հատուկ թիրախային ընտանիքների եւ այլն, ուղղակի իրենք դեռ պատրաստ չէին դա իրականացնելու, դրա համար այդ որոշումը շարունակել 40,000-ական դրամների 2 ամիս եւս մտավ ուժի մեջ։ Մնացած առումներով այսօր իրենք խուլ են, համր են, կույր են, ընդհանրապես ոչ տեսնում են, ոչ լսում են արցախցիներին, ոչ էլ արցախցիների պահանջները։ Իհարկե ազգային ժողովը պիտի գտնի այլ ձևաչափեր այդ ամենը փոխելու կամ ազդելու կամ գոնե ինչ-որ փոփոխությունների ենթարկելու։ Այսօր Ադրբեջանը Արցախում սկսել է ավելի լայնամասշտաբ ձևով քայլեր կատարել, քանդում է բոլոր շենքերը, ավիրում է հուշարձաններ, ամբողջությամբ Արցախը փորձում է փոխել։ Արցախի ներկայացությունը դուք որպես падգամավոր ինչ քայլեր եք փորձում ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանին ենթարկեք պատասխանատվության։ Տեսեք, մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյան ժամանակ առ ժամանակ այդպես տարբեր միջազգային հարթակներում հնարավորություն է ունենում բարձրացնելու այդ ձայնը, ինչ որտեղ այո, նաև ներկայացնելով հենց Արցախի դիրքորոշումը ու Արցախի ձայնը։ Ես ինչպես ասացի, նոր ձևավորվող աշխատանքներում ազգային ժողովի ես ինքս պատկերացնում եմ այդ ձևաչափը ինչպիսին պիտի լինի, դա կարճ ու արագ կատարվող ձևաչափ չէ։ Իրականում դա անմիտ այսպես քայլերով ուղղակի աղաղակելով չես կարողանալու։ Եվ այս ողջ ընթացքում ոչ միայն բռնի տեղանից հետո, այլ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անմիջապես կատարված բոլոր փաստահավաք աշխատանքները դրանք պիտի համակարգվեն միանշանակ Արցախի ազգային ժողովում։ Եվ տարբեր միջազգային կառույցներում, դատարաններում հայցեր հենց պիտի ներկայացնի Արցախի ազգային ժողովը, կամ այն ՀԿ-ները կամ անհատները, որոնք իրենք անում են եւ ունեն այդ հնարավորությունը, իրենք պիտի անպայման ուղղորդված լինեն Արցախի ազգային ժողովի կողմից։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում մենք մեր դիրքորոշումը այդ ուղղությամբ կհայտնենք, որովհետեւ այսօր նաեւ
քիչ չեն այն մարդիկ, ովքեր փորձում են այդտեղ եւս քաղաքական դիվիդենդներ ուղղակի հավաքել կամ ոչ, հա, ճիշտ ուղղությամբ գնալ կամ ճիշտ քայլեր անել, իրականում ոչ թե օգուտ տալով, այլ հակառակը վնասելով եւ գումարած դրան տեղից էլ էս ցաներ հոգեվիճակում գտնվող ժողովրդի մեջ կեղծ հույսեր արտնացնելով։ Բայց այն ինչ տեղի է ունենում այսօր տարբեր հարթակներում գոնե բարձրաձայնելու, հա, տեսնում ենք Հայաստանի իշխանությունները բազմաթիվ միջազգային հարթակներում հնարավորություն ունեն խոսք ասելու եւ այդ խոսքը սկսում սահմանափակվում է խաղաղության պայմանագրի շուրջ ինչ որ խեղճուկրակ մուրացիկությամբ զբաղվելով, երբ ընդհանրապես կարելի է խոսել, դա էլ հումանիտար ընդհանրապես ուղղություն է, խոսել մեր մշակութային, մեր արժեքների, մեր, չգիտեմ, նյութական եւ ոչ նյութական արժեքների ոչնչացման մասին, գոնե բարձրաձայնել։ Ի վերջո այն տարբեր հանդիպումների ժամանակ տարբեր միջազգային դերակատարների կամ կառույցների, որտեղ մենք հնարավորություն ունենք խոսելու կամ հանդիպումներ անելու, իհարկե իսլում են, իհարկե ընդունում են, իհարկե ընկալում են, իհարկե բարձրաձայնում են, ինչու՞ չէ, նաև ժամանակաժամ, բայց շատ փոքր ու շատ քիչ է։ Դա պիտի արվի իրականում պետական մակարդակով ու հենց իշխանությունների մակարդակով։ Այս իշխանությունը անընդհատ խոսում է խաղաղության պայմանագիր կնքելու մասին եւ ասում են, որ այդպես խաղաղություն Հայաստանում կամրապնդվի։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ հանրաքվեով կարող է սահմանադրությունը փոխվել։ Սրա մասին ինչ կասեք։ Գիտեք, վերջից սկսելով կարդացի այդ մի քանի տող, անմիջապես հասկացա, որ իհարկե մենք վաղուց դեռ 2020-ից նշել ենք, որ կարմիր գծեր չունեն այս իշխանությունները, բայց գիտեք, արդեն չգիտեմ, կարմիր գծերի որերորդ շերտն են իրենք հատում եւ խոսել ինչ որ մի թղթի կտորի դիմաց, փոխել սահմանություն, որը հասկանում ենք իրենք ինչն են փոխելու, հա, որը այսպես պետականության դեմքը ուղղակի կորցնելու մասին է, դա նշանակում է, որ այս մարդիկ ամեն ինչի պատրաստ են, որպեսզի պահեն իրենց իշխանություն։ Եվ բոլոր քայլերը, որոնք արվում են, նույնիսկ այդ կեղծին դատարկ խաղաղության խոստումները, դա զուտ խաղաղություն իրենց իշխանությունը պահելու համար է։ Փաստ մենք բոլորս տեսանք նման խաղաղության պայմանագրի աշխատելը։ Նոյեմբերի 9 2020 թվականի հայտարարությունը եւ սպառության պայմանագրի նման 9 կետանոց փաստաթուղթ էր։ Սա էլ 17 կետանոց, մի փոքր ավել։ Որը տեղեկ հիշեցնենք, որ ոչ մեկ տեղյակ չէ այդ 17 կետերը ինչ է իրեն։ Այո։ Դե նա էլ տեղյակ չէիք, մեկ էլ միանգամից այսպես բարձրացեց, որ մենք դրա շահառում ենք, ինչպես եւ սա։ Իհարկե այստեղ շատ այսպես օթում կախված լուրերից հասկանում ես, որ այնտեղ որևէ հայանպաստ քայլ չկա եւ չի կարող նման բանը խաղաղություն բերի։ Երբ մենք նոյեմբերի 9-ի հայտարարություն, իհարկե հիմա շատերս մտածում ենք, որ եթե վերադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարությանը, արդեն այս իրավիճակում միգուցե դա ինչ որ փրկողակ լինի, բայց այն ժամանակ մենք բոլորս հասկանում էինք, որ դա այո Արցախի ոչնչացման, այո Հայաստանի վտանգման, այո ժողովրդի ֆիզիկական բռնության եւ ոչնչացման ենթարկման փաստաթուղթ է, որի տակ ստորագրել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Եվ մենք դրանից օրեր անց Արցախում արդեն տեսանք ինչ էր կատարվում, երբ Ադրբեջանը առաջին ինքի ստորագրությունը չհարգելով կրակել, սկսեց ուղղակի խաղաղ բնակչությանը աղաբեկել, որից քիչ անց ժամանակ անց հետ քաշվեց այդ փաստաթղթից նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ միանալով իր գործընկերոջ հետ սկսեցին մեղադրել ու պահանջել միայն Ռուսաստանից, ընդհանրապես միջնորդ կողմից, հա, երաշխավոր կողմից։ Այսինքն դա դեռ երրորդ կողմի ստորագրություն կար։ Այստեղ երկխոսություն է։ Այստեղ երկու հոգի են, որից մեկը հաղթել է, մյուսը պարտվել։ Անձերն են, հա, մի անձը հաղթել, մյուսը պարտվել է։ Ինչ հավասար պայմանների մասին կարող է խոսք գնալ հաղթող եւ պարտվող կողմի միջեւ։ Իհարկե հաղթող կողմը դա կյանքի օրենքն է եւ բացառություն երևի աշխարհի ստեղծման օրվանից չի եղել այդ ինչու պիտի բացառությունը լինի հենց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այսինքն դա ինչ որ ֆանտազիա է, ժանրից է, որը որևէ կերպ հավատալ չի կարելի եւ սա ոչ թե խաղաղության, հաստատող դեռ խաղաղության գույժ է, ճակերտավոր խաղաղության։ Մենք տեսանք խաղաղության այդ հայտարարությունը, հրադադարի հայտարարությունը ինչի հանգեցրեց
չեմ ասում նույն օրը, բայց որոշ ժամանակ հետո։ Այսինքն դա դանդաղ աշխատող ռումբ է, որը դրվում է ուղղակի ժողովրդի տակ։ Ժողովուրդը կամաց-կամաց սկսում է հարմարվել ադրբեջանական դրոշների գոյությանը։ Ժողովուրդը կամաց-կամաց սկսում է այսպես հարմարվել կրակոցներին։ Հիշում եք Կարմիր շուկան, հա։ Սկզբից կրակում էին կամ ավարտի ուղղությամբ օդ, էլի այն ժամանակ հայտարարում էին, որ դրանք պատական կրակոցներ են։ Հետո սկսեցին տանիքներին, հետո դպրոցի տանիքին, մշակույթի տանիքին, հետո տների ապակիներն էին կոտրում։ Վերջում ու ես անընդհատ ասում եմ, որ Արցախի թափումը սկսվեց հենց Կարմիր շուկայի կրակոցներից։ Մանավանդ պատկերը մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ այն ժամանակ մենք Արցախում կարող էինք խոսել խաղաղության մասին, չէինք կարող խոսել։ Մենք հասկանում էինք, որ խաղաղություն խրում կա, թե չկա, դեռևս կա, քանի դեռ որևէ կերպ տեսնում ենք ռուս խաղաղապահներին, բայց որոշ ժամանակ անց 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո Պրահայում արված հայտարարությունից մենք արդեն դա էլ չտեսանք։ Այսինքն նույն սցենարը ես այսօր ցավոք սրտի տեսնում եմ այստեղ եւ սարսափում եմ հենց այդ մտքից, որ մի անգամ հաջողած սցենարը կարող է երկրորդ անգամ հաջողել եւ մենք էլի փորձ չանենք դա կանխելու եւ էլի մեր ժողովուրդը ընտրության պարագայում ընտրի ոչ թե հայրենիքը, այլ ներկայիս վարչապետին, որը տանում է հենց այս ժողովրդի հայրենիքի ոչնչացմանը։ Մենք խոսեցինք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին, որը կնքվել էր, ստորագրվել էր Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Մոտ օրերս Լավրովը այցելել էր Հայաստան եւ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը նշեց եւ նրանց մեղադրեց, Ռուսաստանի մեղադրեց, որ նրանք են Արցախի հանձնման մեջ մեղավոր։ Սակայն Լավրովը հակադարձեց Արարատ Միրզոյանին, ասելով, որ նրանք տեղյակ չէին, թե ինչ է կատարվել եւ նրանք այդ ամեն ինչը իմացել են հեռուստացույց նայելով։ Հիմա ով է իրական մեղավորը։ Գիտեք, այն ինչ որ ասում է Ռուսաստանի արտգործնախարարը, դա բանակցային գործընթացի մասին է, որը տարիներ շարունակ բանակցային գործընթացի ժամանակ տարբեր ձևաչափերով, տարբեր առաջարկների շուրջ քննարկումներ են եղել։ Եվ վերջին շրջանում մինչ Հայաստանում իշխանած Թումոն կային մի քանի տարբերակ այդ ուղղությամբ, որից կարծես թե ժամանակի հարց էր արդեն պիտի ընտրվեր տարբերակ, որը արդարացի կլիներ երկու կողմերի համար։ Գիտեք, միգուցե ոչ ճիշտ, միգուցե ոչ հաճելի, բայց արդարացի, ինչը ամենակարևորն է, որովհետև հենց արդարացի լուծման արդյունքում է, որ պատերազմը դադարում է։ Հակառակ դեպքում, եթե մի կողմին բավարարել է մյուսին ոչ, դա չի կարող երկար տևել ուղղակի։ Այնտեղ մի շատ կարևոր միտք էլ ասաց Լավրովը։ Կար գոյություն ուներ ռուսական տարբերակը փաստաթղթի, եւ դուք երևի հիշում եք, երբ մինչ շրջափակումը մենք անընդհատ Արցախից գոչում փորձում էինք մեր ձայնը հասցնել, որ տեղյակ ենք, որ կա եւ արևմտյան փաստաթուղթ եւ աջանակ Ֆրանսիայի նախագահը, եթե չեմ սխալվում, փաստեց, որ այո, հենց դա անկալելի տարբերակն է, որ արցախցիները ապրեն Ադրբեջան կոչվող արդեն հայտարարված տարածքում ադրբեջանական փաստաթղթերով եւ սա Ադրբեջանի բարի կամքի դրսեւորումն է։ Մենք մեր հայրենիքում, մեր տներում ապրենք, դա ներկայացրել որպես Ադրբեջանի բարի կամքի դրսեւորում եւ դրան հակված էին Հայաստանի իշխանությունները, որտեղ հենց այդ հարթակներում իրենք շարունակում էին այդ բանակցությունները։ Եվ կար ռուսական տարբերակը, որը ասում էր, որ պետք է պահպանել ստատուս քվոն, պետք է պահպանել այն իրավիճակը, որ կա, եւ թողնել սերունդների վրա վերջնական լուծումը, ապրել դեռևս խաղաղապահների վերահսկողության ներքո, մինչ կգա այն հնարավոր պահը, երբ հնարավոր կլինի բանակցել, այսինքն կրքերը կհանդարտվեն, գոնե 1-2 սերունդ երևի թե պիտի անցնի, որ հնարավոր լինի նստել ավելի հանգիստ այդպես բանակցային սեղանի շուրջ։ Եվ հենց այդ ժամանակահատվածում շատ արագ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտնվեց Պրահայում ու հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է։ Ու դրանից հետո մենք բոլորս հայտնվեցինք հասկանալի իրավիճակում, մեզ համար անհասկանալի, բայց արդեն դրսի համար հասկանալի։ Ստացվում էր, որ ռուս խաղաղապահները այդ հայտարարությունից հետո ուղղակի Ադրբեջանում են իրականացնում խաղաղապահ առաքելություն, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն։
Եվ հետևաբար այն process-ները, որ տեղի ունեցան, այսինքն շրջափակում, այնուհետև բռնտեղանում, դա հենց այդ վարած քաղաքականության արդյունքն էր։ Հետևաբար, թե որ ժամանակահատվածի մասին էր խոսում արտգործնախարարը, ես հստակ չեմ կարող ասել, ինքը հստակ չնշեց ինչ շրջանների մասով, որովհետև այդ խոսույթը ժամանակ առ ժամանակ շրջանառվում էր եւ բանակցային գործընթացում եւս եղել են նման դրույթներ, հետեւաբար արդյոք եղել են կոնկրետ այս իշխանությունների հետ, դա էլ չհստակեցվեց, որպես ես ասեմ, բայց այն որ 2022 թվականին մինչև Պրահա գնալը ռուսական կողմը ուներ հստակ առաջարկներ ապահել Արցախը հայկական եւ ինքը պատրաստ էր դա երաշխավորել, դա հստակ է, ինչը մերժեց ըստ էության հայաստանյան իշխանությունը եւ ընտրեց արևմտյան տարբերակը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։